Սիրելի հայրենակիցներ, իմ ընկերների նման ես նույնպես նախ եւ առաջ պարտքս եմ համարում խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Հայ ազգային կոնգրեսին ու նրա մեծամասնական ընդրակարգով առաջադրված տեխնատուներին։ Քիչ թե շատ ժողովրդավարական պետությունների համար սովորական այս քայլը Հայաստանի պարագայում պետք է համարել ոչ միայն քաղաքական համակրանքի, այլև քաղաքացիական քաջության, արիության եւ սխրանքի դրսևորում նկատի ունենալով վարչական, ուժային եւ հարկային ահաբեկումների այն ահավոր մթնոլորտը, որ տիրում է մեր երկրում։ Ես չեմ ուզում խոսել անցած ընտրությունների որակի, համատարած ընտրախախտումների, կրկնակվեարկությունների, զանգվածային ընտրակաշարքի կամ ընդհանրապես դրանք ընտրություններ կոչելու ծաղրի մասին, որովհետև նախ այդ հարցերին հանգամանորեն անդրադարձան նախորդ ռետորները եւ երկրորդ, քանի որ այս անգամ եւս դժբախտաբար հաստատվեց իմ այն պնդումը, որ Հայաստանում կայացած ցանկացած հաջորդ ընտրություն ավելի վատ է եղել, քան նախորդը, եւ որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ դիտորդների զգոնությունը բթացնելու համար հանցավոր ռեժիմը հանճարեղ հնարամտությամբ հորինել է ընտրախախտումների նոր եւ անսպասելի մեխանիզմներ։ Այս անգամ դա անձնագրերի դրոշմակնիկներն էին։ Եթե հանրապետականները կարծում են, թե արդար հաղթանակ են տարել, թող կարծեն։ Եթե պնդում են, թե Հայաստանի պատմության լավագույն ընտրություններն են անցկացրել, թող պնդեն։ Եթե միջազգային դիտորդական առաքելությունները, չնայած իրենց մատնանշած բազմաթիվ թերացումներին, այդ ընտրությունները ըստ էության օրինական են համարում, թող համարեն։ Դրանից ոչ մեր իշխանությունների որակն է փոխվելու, ոչ էլ միջազգային հանրության դիրքորոշումը մեր երկրի նկատմամբ։ Հայաստանի իշխող վարչախումբը մնալու է գողերի, կաշառակերների, մարդասպանների, տգետների ու անկիրտների նույն խաժամուժը։ Իսկ միջազգային հանրությունը հակառակ իր հավաստիացումներին, ինչպես նախկինում, այսուհետև եւս ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները շարունակելու է ստորադասել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության աշխարհաքաղաքական նկատառումներին։ Եվ Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր վարչախմբին աշխարհը աջակցելու, փայփայելու ու գուրգուրելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չի կորզել նախ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ձևավորումը, իսկ ապա Լեռնային Ղարաբաղի ձեռք բերած փաստացի անկախությունն ու ազատագրված բոլոր տարածքները։ Ահա սա է այսօրվա կեղծված ընտրությունների գինը, որ Սերժ Սարգսյանը վճարելու է իր դայակներին ու փաստաբաններին։ Այնպես որ, եթե հանրապետական կուսակցության հաղթանակը իսկապես հաղթանակ է, ապա դա հաղթանակ է ոչ թե իր քաղաքական մրցակիցների, այլ միայն ու միայն սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ, քանի որ այդ հաղթանակի շնորհիվ նա անպատիժ կերպով ժողովրդին կեղեքելու եւ երկիրը թալանելու եւս մի քառամյա ժամկետ է ապահովել։ Իրենց ձայներն ընտրակաշարքի դիմաց վաճառածները, ընտրական հանձնաժողովների բոլոր գնված անդամները, ժողովրդի կամքի վրա բռնացած բոլոր մանր ու միջին պաշտոնյաները ցավոք
դա շուտով իրենց մաշկի վրա են զգալու։ Նրանցից շատերը մինչև հաջորդ ընտրությունները մատնվելու են ծայրահեղ աղքատության և սեփական երկրի հետ որևէ հույս չկապելով բռնելու են գաղթի ճամփան։ Նույն այդ ընտրակեղծարարները, նույն այդ իրենց ձայները ընտրակաշառքի դիմաց վաճառածները։ Ամենևին մտադիր չլինելով աղետ գուշակել ու հուսահատություն սերմանել, չեմ կարող թաքցնել, որ այս ընտրություններից հետո Հայաստանի ապագան ինձ ավելի մռայլ ու անմխիթար է թվում։ Առնվազն անորոշ մի ժամանակ ևս մեր երկրի իրականության վերաբերյալ առանց հումորի զգացողության հնարավոր չի լինելու գործածել այնպիսի բնական բառազույգեր, ինչպիսիք են օրինակ Հայաստան և ժողովրդավարություն։ Հավատացեք, որ սա ծաղր է հիշեցնում։ Հայաստան և բարեկեցություն, Հայաստան և արդարադատություն, Հայաստան և արժանապատվություն, կամ իշխանություն և պատասխանատվություն, իշխանություն և պարկեշտություն, իշխանություն և բարեկրթություն, իշխանություն և օրինապաշտություն և այլն։ Հայ ազգային կոնգրեսի շահած ձայները, լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հորետեսներն ու չարախնդացողները ձախողում։ Հաջողություն դիտելու պարագայում պատիվը պատկանում է ժողովրդի այն հատվածին ու առաջին հերթին այս հրապարակում կանգնածներին, ովքեր իրենց ձայնը տվել են կոնգրեսին։ Իսկ ձախողում համարելու պարագայում այդ ձախողման ողջ պատասխանատվությունը առանց սեթևեթանքների վերցնում եմ ինձ վրա։ Մեծապես գնահատելով կոնգրեսի ղեկավար մարմինների, տարածքային կառույցների, հազարավոր ակտիվիստների և տասնյակ հազարավոր համակիրների տքնաջան կամ հերոսական աշխատանքը։ Անկախ ընտրությունների արդյունքից ու գնահատականից Հայ ազգային կոնգրեսը զորացած թեկուզ փոքրիկ խորհրդարանական խմբակցությամբ շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար։ Ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու։ Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետևենք նրանց։ Եթե մենակ մնանք, միևնույն է, պայքարելու ենք մինչև վերջ։ Ոչ ահաբեկումները, ոչ բռնությունները, ոչ էլ քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը մեզ չեն կոտրելու։ Մենք երբեք չենք շեղվել ու այսուհետև էլ չենք շեղվելու սահմանադրության ու օրենքների պահանջներից, որովհետև համոզված ենք, որ վերջ ի վերջո հաղթելու է օրինականությունը։ Վստահեցնում եմ, որ կոնգրեսական պատգամավորները առավելագույնս օգտագործելու են խորհրդարանական ամբիոնը և շուտով դուք ականատես եք դառնալու իրական պարլամենտարիզմից բխող նրանց բուռն գործունեության։ Սիրելի ժողովուրդ, քանի որ ես միշտ բաց ու անկեղծ եմ եղել ձեզ հետ, ուստի պարտավոր եմ խոսել նաև իմ անձնական ծրագրերի մասին։ Կարծում եմ,
բացատրելու կարիք չկա, որ ես իմ պատգամավորական մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ ազգային կոնգրեսը ազգային ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ եթե հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը։ Բացի այդ, քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Պատգամավորական մանդատից հրաժարումը սակայն ամենևին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Թեև գուցե անհամեստաբար ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, Սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ ուրեմն մի կարևոր միտք բաց թողեցիք։ Ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի դժվար վիճակում։ Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, ես հանգիստ կզբաղվեի իմ գիտությամբ եւ այգեգործությամբ։ Ուստի ես կոնգրեսի կազմում ցանկացած կարգավիճակով շարունակելու եմ անել ամեն ինչ հայ ժողովրդին քոչարյանասերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եվ լավ իմացեք, թող Սերժն էլ լավ իմանա, հանրապետականներն էլ լավ իմանան, ես պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն ու կբավարարեն իմ ֆիզիկական ուժերը և որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։ Եվ այսպես, ես շատ իչասեմ, զգացված եմ, որ դուք այսքան ուրախ տրամադրություն ունեք։ Ուստի, հակառակ կյանքի դժվարություններին, հակառակ ձեր դեմ կատարված խայտառակ ապօրինություններին, հակառակ ձեր կրած նվաստացումներին և ձեր մարդկային ու ազգային արժանապատվության ամենօրյա ոտնահարումներին։ Ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն և սեփական իրավունքներին մինչև վերջ տեր կանգնելու երկաթյա կամք։ Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մարզի ու չարացածության։ Եվ վերջում, ես շատ ուրախ եմ, որ ազգային ժողովի, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունում ինձ փոխարինելու է Հրանտ Բագրատյանը։
ես ուզում եմ լրացնել, դա ինձ համար և երախտիքի հատուցում է և պատիվ, շնորհակալություն։